Արամ Խաչատրյան 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորը և խորհրդային Հայաստանի մշակույթի ամենաճանաչված ներկայացուցիչը։ Նրան նկարագրել են որպես հայ 20-րդ դարի հայկական մշակույթի կենտրոնական դեմք։ Նա եղել է առաջին հայ կոմպոզիտորը, ով հասել է համաշխարհային ճանաչման։ Նա բարձր է գնահատվում Հայաստանում և համարվում է ազգային հարստություն։ Արամ Խաչատրյանը հայերի կողմից ընդունվում է և հարգվում է որպես հայտնի զավակ, ով վաստակել է համաշխարհային ճանաչում։ Հայերի կողմից նա նկարագրվել է որպես Հայաստանի մշակույթի երաժշտական դեսպան։ Նա մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի հայ երաժշտարվեստի զարգացման վրա։ Նրա ազդեցությունը կարելի է նկատել հայկական դասական երաժշտության բոլոր ուղղություններում։ Նրա յուրօրինակ սիմֆոնիկ մեկնաբանությունները ներշնչել են շատ հայ երիտասարդ կոմպոզիտորների։ Բանաստեղծ Ամոսայանը նրա մասին ասել է. «Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում, դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի չափելու խորհրդանիշ, դարձել է մեր քաղաքակրթության վկայականը»։ Հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականին Թիֆլիսում։ Մանկությունն ու պատանեկությունը անցկացնելով այնտեղ 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Ընդունվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ, թավջութակի բաժին, համատեղ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում։ Իր բոլոր ստեղծագործություններում, հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին, լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, միջին արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը։ Իր բազում բազմաժանր ստեղծագործություններից զատ Արամ Խաչատրյանը ստեղծագործել է երաժշտություն ֆիլմերի համար։ Մեծ հետաքրքրություն տածելով կինոերաժշտության հանդեպ և հասկանալով ֆիլմի գաղափարի բացահայտման մեջ երաժշտության մեծ դերն ու նշանակությունը, նա գրել է երաժշտություն 25 ֆիլմի համար։ Մի առիթով ասել է. «Կինոերաժշտություն գրելն ինձ համար եղել է դժվար, բայց չափազանց հետաքրքիր և շնորհակալ աշխատանք»։ Պեպոն և Զանգեզուրը առաջին հնչյուն ֆիլմերն են, որոնց համար երաժշտությունը հեղինակել է Արամ Խաչատրյանը։ Ու չնայած կինոերաժշտության ոլորտում Պեպոն Խաչատրյանի դեբյուտն էր, այն նշանակալի տեղ զբաղեցրեց հայ կինոյի պատմության մեջ։ Անդրկովկասում մեծ ճանաչում գտավ և սեր վայելեց ֆիլմի գլխավոր հերոսի՝ Պեպոյի երգը, ձեռք բերելով ժողովրդական երգի նշանակություն։ Զանգեզուր ֆիլմում Խաչատրյանը հանդես եկավ որպես սիմֆոնիկ կինոերաժշտության վարպետ։ Ֆիլմի հայտնի երաժշտական համարներից է Զանգեզուրյան քայլերգը։ Զանգեզուրի երաժշտության որոշ սկզբունքներ իրենց զարգացումը ստացան Ջութակի կոնցերտում, Սպարտակ բալետում և այլ ֆիլմերի համար գրված երաժշտության մեջ։ Սակայն կինոերաժշտության հանդեպ տածած հետաքրքրությունը չի սահմանափակվել ազգային շրջանակով։ Նա նույնպես հեղինակել է տաջիկական, ռուսական թեմաներով նկարահանված ֆիլմերի երաժշտություն, համագործակցել այլազգի ռեժիսորների հետ։ Նրա գրչին են պատկանում նաև Պարտեզ, Մարդ համար 217, Հյուրուսական հարց, Գաղտնի առաքելություն, Ծովակալ Ուշակով, Ստալինգրադյան ճակատամարտ, Օթելո և այլ ֆիլմերի համար գրված կինոերաժշտություն։ Ես սիրում եմ թատրոնն ու կինոն, խոստովանել է Արամ Խաչատրյանը։ Սիրում եմ գրել իմ դիմաց ունենալով պիեսի բովանդակությունից և ռեժիսորի ծրագրից բխող հստակ պլան։ Ես մեծ նշանակություն եմ տալիս այս աշխատանքին, քանի որ բեմը, տեսարանները, սյուժեն, կինոկադրերը, կենդանի դերասանական կերպարները օգնում են ինձ երաժշտական մտքերը ձևակերպելու հարցում, կոնկրետացնում են ստեղծագործությունը, հարստացնում ձևը։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականին Մոսկվայում։ Արնո Բաբաջանյան։ Ինչ էլ գրեն, ստացվում է հայեցի։ Մի առիթով խոստովանել է Արնո Բաբաջանյանը։ Արնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում 1921 թվականի հունվարի 21-ին։ Մաթեմատիկայի ուսուցիչ նրա հարության հայրը սիրել է սրինգ նվագել, իսկ ինքը դեռ մանուկ հասակից սիրել է ցուցաբերել երաժշտական նկատելի ունակություններ։ Մայրաքաղաքի սովորական մանկապարտեզներից մեկն այցելած Արամ Խաչատրյանն առաջինը նկատում դա և ապշում 6-ամյա Արնոյի կատարումով։ Զարմանում է նաև նրա արտաքինով, ձեռքերի մեծ դաստակներ, անհասկանալի մեծության քիթ և արձանագրում է. նա ընտրյալ է։ 3 տարեկանում հին հարմոնիկայի վրա արդեն նվագել իմացող դպրոցականը 9 տարեկան հասակում գրում է իր առաջին ստեղծագործությունը՝ պիոներական քայլերգը։ Դա արդեն նրա մեծ ճանապարհի սկիզբն էր, որին նախորդել էր ուսումնառությունը Երևանի կոնսերվատորիայի կից երաժշտական դպրոցում։ Ճակատագրի բարհաճ կամքով հայ մշակույթի մեծերից երկու սնորնում են նրա արվեստում անցնելիք ճանապարհը։ Արամ Խաչատրյանը, ով ընտրում էր նրան և հորդորում երաժշտությամբ զբաղվել, և Եղիշե Չարենցը, ով տպագրություն է անցնում պատանու առաջին լուրջ գործը՝ վերանշյալ քայլերգը։
1938 թվականին Արնոն մեկնում է Մոսկվա եւ միանգամից ընդունվում Գնեսիների անվան երաժշտական ուսումնարանի վերջին կուրս, որն ավարտելուց հետո երաժշտական բարձրագույն կրթություն է ստանում Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ Այստեղ էլ բացահայտվում է նրա տաղանդը որպես դաշնակահար։ Հաստակաշատ երաժիշտ, դաշնակահար ու ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանն այսպես է վրձնում նրան ու նրա արվեստը։ Արաքայական դաշնակահար էր, առասպելական։ Համակ ապրում էր դաշնամուրի առաջ։ Բաբաջանյանական հյութեղ ձայնը թվում էր գալիս էր դաշնամուրի հոգու խորքերից։ Ձեռքերն էլ ինչպես առյուծի թաթեր, ուղղակիորեն ստեղների շարունակությունն էին։ Շալափայլ վիրտուոզ դաշնամուրը կարծես խաղալիք լիներ հսկայի ձեռքերում, ոգեշունչ արտիստ, խորաթափանց ու զառատ, ինչպես էր կարողանում ենթարկել իրեն փոթորկալի տեմպերամենտը, ոչապ կատարել էր չափ ու ձևի մեջ ու թեթև, ելանելի այն թեթևությամբ, որն ուղեկից էր մշտական ճշմարիտ կատարել։ Արնո Բաբաջանյանի ստեղծագործություններում առանձնակի տեղ է զբաղեցնում կինո երաժշտությունը, որն արտահայտում է մեծ չափով հուզականություն, թախիծ, կարոտ, ափսոսանք, տառապանք, հույս, ուրախություն, սպասում, սեր ու այս ցանկն անվերջանալի է, որովհետև անվերջանալի է նրա հանճարը։ Я приду опять. Любовь бросить невозможно, можно потерять. Кружит голову мимоза, я приду опять. Любовь бросить невозможно, можно потерять. Կարողանալ այս չափ վարպետորեն կերտել յուրաքանչյուր հերոսի տեսակին ու խառնվածքին համապատասխան երաժշտական կերպարներ, հանճարեղ աշխատանք է։ Յուրաքանչյուր ֆիլմում նորովի բացահայտեցին դրան։ Հասնացում հյուսիսից, երջանկության մեխանիկա, առաջին սիրո երգը, տեսացում այն աշխարհից, մեկը մյուսից գերազանց, մեկը մյուսից կատարյալ աշխատանք։ Արնո Բաբաջանյանը մահացել է 1983 թվականին։ Մեծ Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Նա առաջինն է, ով ինձ հայերեն վարպետ անվանեց։ Ես այն նույն կերպ պատասխանեցի։ Եվ գիտեք, նա բոլորովին չզարմացավ եւ նույնիսկ չվիճարկեց։ Եվ դա հիանալի է, քանի որ իսկական վարպետը միշտ պետք է իմանա իր գինը»։ Տիգրան Մանսուրյան երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի եւ լռության։ Որն է ավելի հարուստ, որն է ավելի հագեցած, որի մեջ ավելի խորհուրդ կա, կարծում եմ հարուստը լռությունն է։ Երբ ես ասնում եմ սահմանը չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը։ Երբ չեմ գրում, խեղդում եմ ունայնությունը զգացումը։ Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ, ինքնահաստատման միջոց էլ չէ։ Ինչպես կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող ներքին կրակից զուրկ հանգամանություն է ոչ բանաստեղծություն։ Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում։ Մեր ամեն մի չծնված գործ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը եւ նրա պատմությունը, ունեցած սիրո պակասի արտահայտությունն է։ Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել։ Սրանք Տիգրան Մանսուրյանի խոսքերն են, անկեղծ ու սրտից բխող խոսքերը։ Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականին Բեյրութում։ 1940-ականներին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Մանսուրյանը 1956 թվականից 1960 թվականներին կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երգեր, արժանացել է մրցանակների։ 1967 թվականից 1986 թվականներին ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում։ 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում։ Մանսուրյանը նախկին Խորհրդային Միությունում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է եւ առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ համաշխարհային երաժշտական այլ քաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի եւ ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են, իրենց լուսապայծառ արտահայտիչ մեղեդիներով եւ բարձրաճաշակ հնչերանգներով։ Հայ ժողովրդի համար մեծ արժեք եւ հեղինակություն ունեցող մանսուրյանական երաժշտությունը դարձել է յուրաքանչյուր հայի սրտի երաժշտությունը։ Հատկապես հատկանշական է մանսուրյանական կինո երաժշտությունը, այդքան հոգեթով, այդքան սրտից բխող ու հենց հայի սրտից բխող։ Նա այնքան վարպետորեն է նկարագրել ժողովրդի կենցաղը, առօրյան ուրախությունն ու թախիծը,
հանգստությունն ու սփոփանքը, վիշտն ու ապագայի հանդեպ նորից հավատն ու հույսը։ Իր երաժշտությամբ կարողացել է ապրումակցել իր ժողովրդին, կարողացել է լավագույնս նկարագրել նրա հոգեվիճակը։ Այն էլ այն ժամանակներում, երբ հայ ժողովուրդն ապրել է իր պատմությունը ամենամութ, ամենախավար հերթական տարիները։ Հին օրերի երգը, կտորմը երկինք, մեր մանկության տանգոն, սպիտակ անուրջներ, գիքոր, նռան գույնը, աշնան արև, Կարինե, մենք ենք մեր սարերը, մեկը մյուսի ետևից ֆիլմեր, ամենադրամատիկ զարգացումներով, մեկը մյուսից գերազանց, մեկը մյուսից գեղեցիկ ու պատկերավոր նկարագրությամբ։ Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը։ Այսօր մենք պատիվ և արտոնություն ունենք ապրելու Տիգրան Մանսուրյանի հետ, նույն ժամանակներում, նույն տարածաշրջանում ու նրա կենդանության օրոք։ Կարելի է ասել լեգենդի հետ, լեգենդի կողքին։ Հայկո, Հայկ Հակոբյան, առավել հայտնի Հայկո բեմական կեղծանվամբ հայ-փոփ երգիչ և երգահան։ 1987 թվականին ավարտել է Երևանի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել է Ռոման Օսմելեքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996 թվականին Մոսկվա 96 երգի փառատոնի ժամանակ արժանացել է առաջին մրցանակին։ 1997 թվականին մասնակցել է Նյու Յորքի Big Apple երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998 թվականին հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է լավագույն հեղինակ կատարող մրցանակին։ 1999 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է տարվա լավագույն երգիչ մրցանակին։ 2002 թվականին տարվա լավագույն նախագիծ, տարվա լավագույն ալբոմ, 2003 թվականին տարվա լավագույն տեսահսկավառակ մրցանակներին։ 2003 թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ 2006 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։ 2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է տարվա լավագույն կոմպոզիտոր մրցանակին «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագովի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։
Այո, կինո երաժշտությունը նրա կյանքում բերել է մեծ առաջընթաց ու բացել մի նոր աշխարհ ստեղծագործական ոլորտում։ Սկզբում մի վախեցիր, սպանված աղավնի, Խաչագողի հիշատակարանը ֆիլմերի երաժշտությունը, որոնք լավագույնս ընդգծում են ռեժիսորի ասելիքը, ավելի տպավորիչ դարձնում խոստն ու հստակեցնում ասելիքը։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», Հոբելյանական հաճախորդ, Վանածովուն արշալույսը, Գարեգին Նժդե, Երկրաշարժ, Հարսանիք թիկունքում, հայտնի ֆիլմերի երաժշտությունները։ Ուսումնասիրելով Հայկոյի կինոերաժշտությունը, մենք նորից հաստատվեցինք մեր համոզմունքներում, որ որքան կարևոր դեր եւ նշանակություն ունի երաժշտությունը ֆիլմերում, որքան ավելի վառ ու պատկերավոր են դառնում կերպարներն ու ստանում նոր գույներ, իրենց տեսակին ու խառնվածքին համապատասխան գույներ։ Ցավոք, Հայկոն իր կյանքն ավելի վաղ ավարտեց, քան կարելի էր սպասել։ 2021 թվականին 48 տարեկանում կորոնավիրուսի հետևանքով։ Նրա երաժշտությունն էլ հավերժն խոչվեց մեր սրտերի մեջ, ինչպես Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի դեպքում։ Հայկոյի երաժշտությունն էլ դարձավ ժողովրդի սրտից բխող, դարձավ ժողովրդի լեզուն, որ կխոսի իր փոխարեն, կարտասվի կամ կուրախանա իր փոխարեն, կտագնապի կամ կաղաղակի սրտի փափակը, որ կերքի հոգու երգն ու կվիրակապի սրտի վերքերը։ Ահա սա է մեր երգը, սա է հայ սրտից դուրս եկած երաժշտությունը, որ լացում է լացողի հետ, ուրախանում ուրախացողի հետ, որ տագնապով է լցվում անընդմի ձայնից ու հնչյունից, բայց միաժամանակ հույսով ու սպասումով ամենախավար ու աղետալի ժամանակներում։ Մենք շնորհակալ ենք հայի այս տեսակի համար, որ մեկ հնչյունի միջոցով կարողանում է նկարագրել մի ամբողջ պատմություն, մի ամբողջ հոգեվիճակ, մեկ երաժշտությամբ կերտել մի ամբողջ ժողովրդի պատմություն։ Սա մենք ենք, հայի տեսակը, հայի դիմագիծն ու աշխարհը, ու թող հայի այս տեսակը մեզանում շատ լինի, իսկ հայի ստեղծագործ տեսակը թող շարունակի արարել ու կերտել նորը, գեղեցիկն ու լուսավորը։ Առաջին սիրո երգը ֆիլմից Առնո Բաբաջանյան առաջին սիրո երգը կատարում է Արմեն Ապրեսյանը։ Presim wieku boskiego